Բարի երեկո, դուք դիտում եք բացահարթակ, այսօր իմ հյուրը Հայաստանի ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես Տիկին Ստեփանյան, եկեղեցու շուրջ եւ եկեղեցու ներսում տեղի ունեցող իրադարձություններին անդրադառնանք, մենք հիշում ենք, որ 10 եպիսկոպոսներ պահանջում են կաթողիկոսի հրաժարականը, գնացին Մայրաթոր, դիմում ներկայացրեցին քարտուղարություն, բայց դրան զուգահեռ հիշենք նաև, որ Միքայել Աջապահյանը, այսպես ասած, հայտարարությամբ հանդես եկավ, դիմեց եւ ասաց, որ մնացեք ամուր, զորավի եղեք եկեղեցուն եւ հայրապետին։ Այ առհասարակ, տեսեք, կարծես թե երկու թևի է բաժանված այս պահին հենց նույն հոգեվորականները։ Շնորհակալ եմ նախ հրավերի եւ երկրորդ հարցի համար, ինչպես վերջին ամիսներին ընթացքում է արդեն երևում, կարծես թե եկեղեցու շուրջ, ավելի շուտ ոչ թե եկեղեցու, այլ որոշ հոգեվորականների շուրջ այս էպոպեան անընդհատ հանգեցնում է, այսպես ասած, խութերի եւ ինչպես դուք նշեցիք, երկու խմբի են բաժանված, բայց ես կասեի, որ 3 խմբի են ըստ էության բաժանված, որովհետեւ հսկայական թվով հոգեվորականներ, որոնք տարբեր աստիճաններ ունեն այս բուրգի շրջանակներում, դեռևս կամ չեն խոսում, կամ շփոթված են, կամ չգիտեն թե Որթևին պաշտպանեն, բայց ես կարծում եմ, որ այն process-ը, որը սկսել է եւ քիչ-քիչ այսպես ձնագնդու էֆեկտով մեծացել է, այլևս անկասելի է եւ Կտրիչ Ներսիսյանի հայ առաքելական Սուրբ եկեղեցուց հեռանալու հետ հաշվարկը սկսված է, քանի որ մինչ այսօր, երբ որ 1, 2 կամ 3 հոգեվորական էին խոսում այն խնդիրների մասին, որ ըստ էության ձևավորվել է այս խմբակի շուրջ, ապա այսօր մենք ունենք 10 բարձրաստիճան հոգեվորականներ, որոնք այս խնդրի մասին բարձրաձայնում են, մենք ամեն օր տարբեր զանգվածային լրատվական միջոցներով կարող ենք հանդիպել տարբեր հոգեվորականների, ովքեր խոսում են, չնայած նրանց խոսքը կաշկանդված է, մի քիչ այսպես սահմանափակ է, քանի որ ես հասկանում եմ նրանք փորձում են այն խնդիրները, որոնց մասին բարձրաձայնում են, այնուամենայնիվ դրանցով պայմանավորված չվնասեն եկեղեցու պատվին հեղինակությանը, քանի որ եկեղեցին, ինչպես մենք բոլորս նշում ենք, շարունակում է լինել եւ շարունակում է մնալ հայ ժողովրդի ինքնության ամենակարևոր հենասյուներից մեկը։ Պարզապես այստեղ խնդիրն այն է, որ ես կարծում եմ նաեւ հանրությունը պետք է այս մասին իմանա, որ շատ հոգեվորականներ, երբ որ մենք խոսում ենք, որ խախտել են կանոնագրքի կանոնները կամ բարեվարկության որոշակի խնդիրներ են առաջացրել, հա, կան օրինակ այսպես հասարակական գործիչներ կամ իրենց մշակութային գործիչ համարող տարբեր անհատներ, որ ասում են, ես 1000 անգամ ներողություն եմ խնդրում, որ պետք է այս բառը օգտագործեմ եթերից, ասում են, որ մենք ունենք ворց եւ ворց կաթողիկոսներ, ворց հոգեվորականներ եւ հրաշալի է, որ նրանք ունեն ընտանիք կամ կանայք կամ երեխաներ։ Գիտեք, ես ամեն ինչ այդքան ողբերգական չէր լինի, եթե մենք չխոսեինք մեր բոլորի սրբության վայրի մասին։ Տեսեք, կաթողիկոս կարող է դառնալ միայն այն անձը, որը ունի համապատասխան պաշտոնի անձնագրի վերաբերյալ, այսպես ասենք, պահանջներ, կրթությունից սկսած ավարտած իր բարեվարկությունով։ Եթե մենք այլ կողմից ենք վերաբերում այս հարցին, ապա ես կարող եմ ասել, որ այժմ մեր օպերատորներից յուրաքանչյուրը կամ դրսում ցանկացած վաճառական կամ օրինակ դպրոցի որևէ տնօրեն կամ որևէ պետական համակարգի ինչ որ աշխատող նույնպես կարող է հավակնել կաթողիկոսի պաշտոնին։ Եթե մենք այն կողմից ենք նայում, որ հա ինչ անենք ունեն ընտանիք եւ երեխաներ, որը շատ կոնկրետ դեմ է իրենց իսկ մշակած եւ իրենց իսկ կողմից հաստատված կանոնագրքին, ապա մենք կարող ենք թափուր տեղի համար դիտարկել նաեւ այլ անձանց, ովքեր նույնպես ունեն ընտանիք եւ երեխաներ, ովքեր նույնպես ունեն բարեվարկության հետ կապված որոշ խնդիրներ եւ նույնպես դիտարկել կաթողիկոսի տեղի համար ինչ խնդիր կա։ Տիկին Ստեփանյան, այստեղ մեկ այլ խնդիր է առաջացել։ Մարդիկ, ովքեր իրականում գուցեև աջակցում են, որ պետքա կաթողիկոսը գնա, մարդիկ, ովքեր եւ կասկածում են, որ պետքա գնա թե մնա, բայց երբ տեսնում են, որ այդ հրաժարականը պահանջողների մեջ նաեւ Նավասարդ Կճոյանն է, շատերի մոտ հարց է առաջանում, լավ, այդ նույն Նավասարդ Կճոյանը ներողություն, որ տարիներ շարունակ, այսպես ասած, օրհնել ու օծել է Տարոն Մարգարյանի, Ռիտա Սարգսյանի, Սերժ Սարգսյանի ցանկացած այս օբյեկտ կամ նրանց հետ առնչվող որևէ կառույց հիմա եկել է եւ բոլորս հիշում ենք, չէ՞, Բենթլիին։ Այո։ Բոլորս հիշում ենք, թե ինչ առանձնատուն ունի, այս վերջերս նաեւ լրատվական կայքերում տարածվեց նրա առանձնատան վերաբերյալ տեսանյութ, ու հիմա հանկարծ Նավասարդ Կճոյանը պահանջում է կաթողիկոսի հրաժարականը։ Այս շատերի համար հենց սա է տարակուսելի։ Համաձայն եմ ձեր հետ, իսկապես այս դիսկուրսը կա հանրության շրջանակներում, ինչպես նաև սա շատ շահարկում էր մեր ընդդիմադիր գործիչները, բայց ես կցանկանամ այս հարցին մենք նույնպես մի այլ դիտանկյունից նայենք։ Անկամ
Նավասարդ Կճոյանն է քննադատում կաթողիկոսին։ Նավասարդ Կճոյանը, որը չի առանձնանում կամ երբեք չի առանձնացել իր մաքրամաքուր կենցաղով կամ բարևարքության հետ ունեցած որոշ խնդիրներով, եւ այո, բոլորս գիտենք, որ նա սերտաճած է եղել նախկին քաղաքական համակարգերի հետ, ինչպես դուք նշեցիք, օծել է Տարոն Մարգարյանին եւ այլն, Բենթլիով է նա ավելի շատ հանրությանը հայտնի, բայց անգամ նա է դեմ, որ կաթողիկոսը մնա այդ գահին, Կտրիչ Ներսիսյանը այս պարագայում։ Այսինքն ես ուզում եմ ասել, որ այստեղ մենք մասշտաբների հետ խնդիր ունենք եւ ըստ էության, երբ որ մենք խոսում էինք, որ եկեղեցու ներսում կան հոգեվորականներ, ովքեր վեղարը, այն խաչը, որը կրում են եւ այն հանդերձանքը, որը բնորոշ է հոգեվորականներին, իրականում որպես պատնեշ են, որպես վահան են օգտագործում եւ դրա հետեւում անում են մեզ մի քիչ հայտնի, մեզ մի քիչ նաեւ անհայտ տարբեր հանցավոր արարքներ, ապա նրանք հրաշալի գիտեն, թե ինչ է տեղի ունենում եկեղեցու շրջանակներում եւ վերջապես այդ պարարտ հողը ստեղծվել է, այդ միջավայրը հաստատվել է եւ նրանք էլ են արդեն դեմ խոսում։ Իսկ թե ինչ են դեմ խոսում, ես արդեն ասացի, որ տարբեր հոգեվորականներ այո շեշտում են, որ եկեղեցու ներսում արատավոր բարքեր կան, եկեղեցու ներսում օրինակ տարբեր հոգեվորականներ կոնկրետ տարբեր եկեղեցիներ ունակ վերածել են Հայաստան Դաշինքի շտաբի։ Մենք տեսել ենք տարբեր նկարներում, որ Հայաստան Դաշինքի լոգոյով եւ Հայաստան Դաշինքի քարոզարշավի ընթացքում այդ պաստառը, որը բոլորս հիշում ենք, բոլորիս համար տեսանելի էր, կա եկեղեցու ներսում, ոչ թե պատին է փակցված, այլ ներսում։ Եկեղեցու ներսում Հայաստան Դաշինքի այո, Հայաստան Դաշինքի պաստառը փակցված։ Այո, պաստառեր փակցված, դրանք նաև փակցված են եկեղեցու ներսում, եթե չեմ սխալվում, տարբեր գործարքներ, որ իրականացնում են, ունեն նաև համակարգիչների վրա էին փակցված։ Մենք տեսել ենք, որ կաթողիկոսը Կտրիչ Ներսիսյանը օգտագործելով իր լծակները օրինակ ստիպում է տարբեր հոգեվորականների, որ նրանք մասնակցեն իշխանության դեմ տարվող քաղաքական ակցիաների։ Մենք տեսել ենք, որ Կտրիչ Ներսիսյանը, ում այսօր որոշակի քաղաքական շրջանակներ օժանդակում են, աջակցում են եւ անընդհատ մեղադրում են իշխանություններին, որ օրինակ Բաքվում մենք ունենք գերիներ եւ Հայաստանի իշխանությունը բավարար չափով ջանքեր չի գործադրում գերիների հետ վերադարձի շրջանակներում, ապա մենք այստեղ տեսնում ենք, որ կաթողիկոսը երկու հայտնի պաշտոնյաների խնդրանքին, որպեսզի նա նույնպես իր ջանքերը ներդնի քաղաքական իշխանությունների գործադրած ջանքերին եւ փորձի նաեւ ինքն էլ իր միջոցներով եւ մեթոդներով ազդել այս process-ի վրա, որպեսզի մենք կարողանանք գերիներին հետ վերադարձնել, հայտարարել է, որ նա չի պատրաստվում մատին խփել այս իշխանությունների համար, որոնք շեշտեն վերջին 30-35 տարիների ընթացքում միակ լեգիտիմ իշխանություններն են եղել եւ թերևս դա է պատճառը, որ ոչ մի քաղաքական ընդդիմության ակցիա ի վերջո չի հասնում այն վերջնանպատակին, որոնք նրանք իրենց արժև դնում են։ Էլ չեմ խոսում տարբեր խնդիրների մասին, բոլորիս հայտնի տեսարանը, որը Արագածոտնի թեմի առաջնորդի, այսպես ասած, խցում գտան կամ աշխատասենյակում, չգիտեմ ցավոք այդ տերմինը ոնց է իրենց, եւ ուզում եմ ասել, որ տվյալ անձը հանդիսանում է եզրած, նույն ինքը կարո, նույն ինքը մկրտիչ, անձնավորության քրոջ որդին, որը համապատասխան համարժեք քրոջ որդին է նաև Կտրիչ Ներսիսյանի։ Այսինքն մենք տեսնում ենք, որ օգտվելով այն հնարավորությունից, որ այս հոգեվորականները ինչ որ կապերով կապված են նաև իրենց արժեհամակարգը կիսող տարբեր քաղաքական գործիչների հետ, բոլորս գնանք մտովի դեպի հոկտեմբերի 27 այդ բախտորոշ շրջանում եւ հոգեվորականները ասում են, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կտրիչ Ներսիսյանը ունեցել է ընտանիք, ունեցել է զավակ, չէր կարող ոչ միայն հավակնել այդ պաշտոնին, այլ նաև ընտրությունների կեղծման արդյունքում է նա հավակնել այս պաշտոնին եւ ինձ համար զարմանալի չէ, որ այսօր Կտրիչ Ներսիսյանին պաշտպանում են կամ աջակցում են հատկապես այս ուժերը, որովհետեւ նրանք ամենատարբեր կապերով են իրենց հետ կապված։ Բայց շատերի մոտ հենց հարց է առաջանում, ինչու հիմա, լավ, նոր իմացան, որ կաթողիկոսը երեխա ունի, զավակ ունի, նոր իմացան կամ այդ նույն Կճոյանը, այդ նույն մյուսները, որ օգտվել են, այսպես ասած, այդ բարքերից, այդ եկամուտներից հիմա նոր սկսեցին ընդվզել, նոր հասկացան, որ այնտեղ այդ բարքերն են։ Այս շատերի համար հենց այդ հարցն է առաջանում, ինչու հիմա, ինչու նոր բոլորը գլխի ընկան, ինչու հիմա այն պահանջում այդ հրաժարականը։ Ես իհարկե ունեմ այստեղ հիմնավոր կասկածներ, բայց դրանք իմ սուբյեկտիվ կասկածներն են, բայց կցանկանամ, որպեսզի մենք օրինակ process-ները դիտարկենք ոչ թե սիտուացիոն իրավիճակում շատ կոնկրետ, այլ նայենք նրանք դիալեկտիկ կապի մեջ, հա process-ների մեջ, ընդամենը օրեր առաջ Հայաստանի Հանրապետության
ազգային անվտանգության ծառայությունը մի թուղթ հրապարակեց գաղտնազերծված, որտեղ նշվում էր, որ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրասը փաստորեն հավաքագրվել է 1980-ականներին ռուսական հայտնի գործակալության կողմից եւ նա փաստորեն համարվում է գործակալ։ Ես իհարկե չեմ պնդի իմ կասկածների մասին, բայց ես ցանկանում եմ ասել, որ երբ Հայաստանի Հանրապետության վարչապետը Հայաստանի Հանրապետության թիվ 1 քաղաքական ամբիոնից հայտարարում է, որ ինքը ունի հիմնավոր կասկածներ, որ եկեղեցու որոշ սպասավորներ միայն հոգևոր ծառայություններ մատուցելով չէ, որ զբաղված են, ապա ես կարծում եմ, որ իսկապես կան լուրջ հիմնավորումներ եւ եթե այս մարդիկ ունեն որոշակի սկզբունքայնություն կամ հարգում են այն հանդերձանքը, որ իրենք հագել են եւ հանուն այդ եկեղեցու եւ հանուն Հայաստանի Հանրապետության պետք է պարզապես հեռանան։ Տեսեք, դուք խոսեցիք ԱԱԾ-ի բացահայտած վերջին հետ փաստաթղթի հետ կապված, բայց այստեղ նաեւ հետաքրքիր մի միտք կար։ Դա կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի անվտանգության եւ շահերին, ուստի ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ նշված սպառնալիքները վերացնելու ուղղությամբ։ Դուք եւս սա համարում եք սպառնալիք, այն ինչ որ բացահայտեց ԱԱԾ-ն, այն փաստաթուղթը, որը հրապարակվեց։ Ես տեղյակ եմ այն հայտարարությանը, որը դուք կարդացիք, լրացուցիչ ինֆորմացիայի ես բնականաբար չեմ տիրապետում եւ անկեղծ ասած չեմ էլ ուզում տիրապետեմ, որտեղ ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության կառույցները եւ ինստիտուտները պետք է գործեն Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում եւ ես համաձայն եմ, որ այո, կան իրողություններ եւ կան փաստեր, կան արձանագրումներ, որոնց պետք է հանրությանը այսպես հասցնել եւ կան բնականաբար ինֆորմացիաներ, կան որոշակի տեղեկատվական հոսքեր, որոնք պետք չէ, որ հանրությունը իմանա, ես սա լիովին կիսում եմ, որովհետեւ ես ենթադրում եմ, հաշվի առնելով նաեւ ԱԱԾ-ի կողմից այս տեքստը, այս գրառումը, որը ստերևույթին էլի ինչ որ խնդիրներ կան, բայց պետք չի, որ հանրությունը սա իմանա, որովհետև այն ալիքը, որը կարող է բարձրանալ հանրության շրջանակներում, գուցե շատ ավելի լուրջ հետևանքների հանգեցնի, քան այն, ինչ այսօր առաջարկվում է այս հոգևորականներին։ Բան կարող է բացահայտվել, որ հասարակության ընդվզումը հնարավոր չլինի կանխել։ Դուք տեքստ կարդացիք, խոսքը մեր բոլորի հայրենիքի, խոսքը մեր բոլորի պետության մասին է, եւ մենք երկար տարիներ պայքարել ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ունենա ազգային անվտանգության ծառայություն, բայց փաստորեն կան մարդիկ, ովքեր թաքնվելով այդ վեղարի եւ այդ սքեմի, այդ խաչի հետևում եւ օգտվելով այն հնարավորություններից, այն արտոնություններից, որ հոգեվորականները կարողանում են փաստորեն ունենալ, երբ որ սկսում են այսպես ասած ծառայությունը եկեղեցու շրջանակներում, հա, այդ հոգեվոր ծառայության շրջանակներում փաստորեն նրանք դա կարողացել են եւ կարողանում են ծառայեցնել նաեւ այլ նպատակների համար, զուտ վերլուծելով եւ ավելի տողատակից նայելով ԱԱԾ կողմից տարածված գրառումը կարող ենք այսպիսի հետևություններ անել։ Տեսեք, դուք ձեր նախորդ հարցում ասացիք ինչու հենց հիմա, որովհետեւ տևական ժամանակ եղել են իհարկե դեպքեր, երբ օրինակ քաղաքական իշխանությունները դրսևորելով որոշակի վեհանձնություն, դրսևորելով որոշակի հանդուրժողականություն, օրինակ չեն գնացել տարբեր հոգևորականների կոչերի հետևից։ Բոլորս հիշում ենք, երբ օրինակ 20 թվականի նոյեմբերի 9-ի հայտնի փաստաթղթից հետո, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետը Սյունիքի մարզում էր եւ մտավ եկեղեցի, թե ինչ վարքագիծ դրսևորեց հոգևորականը, սա քաղաքական դիրքորոշման վերաբերմունք էր, որին բնականաբար որևէ մեկս այսպես հետևից չգնաց կամ չմեկնաբանեց հաշվի առնելով այ ընդհանուր պահանջը չձևավորվեց սա։ Որովհետև ենթադրում էինք, որովհետև մտածում էինք, որ շատ զգայուն ժամանակահատված է եւ չվերլուծեցինք այս հոգևորականի վարքագիծը, այնինչ այսօր արդեն պարզ է դառնում, որ շատ հստակ քաղաքական պատվեր կար իջեցված եւ այսօր էլ տարբեր հոգևորականների շուրթերից կարող ենք լսել, որ նրանք պնդում են, թե օրինակ իշխանության տարբեր ներկայացուցիչների արչեւ պետք է եկեղեցու դռները փակ լինեն, պետք է նրանք որոշակի հոգևոր ծառայություններ չմատուցեն իշխանության տարբեր ներկայացուցիչների կամ նրանց ընտանիքի անդամների համար։ Տեսեք, սրանք կոնկրետ քաղաքական հայտարարություններ են, որովհետեւ հոգևորականը հաշվի առնելով իր հոգևոր ծառայության տրամաբանությունը, գաղափարաբանությունը եւ այն ամբողջ ուղերձը, որ իրենք կրում են իրենց մեջ, չի կարող եկեղեցու դռները որևէ քաղաքացու առջև փակել, որովհետեւ ես բազմիցս կրկնել եմ այս միտքը, կարծում եմ
արժե նաև այսօր կրկնել, ես ներողություն եմ խնդրում, բայց որևէ եկեղեցի, որևէ հոգևորականի հոր տունը չէ, որ դռները փակի կամ այս հյուրին ընդունի, մյուս հյուրին չընդունի։ Եկեղեցին մեր բոլորի հոր տունն է, նկատի ունեմ Աստծո, եւ այդ թվում նաև իրենց հոր տունն է։ Եվ եթե իրենք իրենց անձնավորում են Աստծո հետ, իսկ եկեղեցին մտածում են, որ իրենց սեփականությունն է եւ իրենք դրա համար ունեն կադաստրի վկայական, ապա նրանք չարաչար սխալվում են, որովհետեւ ինչպես քաղաքական իշխանություններն են ծառայություններ մատուցում ժողովրդին կամ ծառայություններ են մատուցում իրենց պետությանը եւ հեռանում են, այնպես էլ իրենք պետք է հոգեվոր ծառայություններ մատուցեն հոգեվոր հոտին եւ հեռանան եւ իրենց հետևից կան նորերը։ Այս վերաբերմունքը ես կարծում եմ նրանց նաեւ սերմանվել է շատ վերևից եւ որոշ հոգեվորականների թևերի տակ ըստ երևույթին դրվել են ձմերուկներ, բայց ես կարծում եմ առաջիկայում այդ ձմերուկները կընկնեն վնասելով որոշ հոգեվորականների հենց ում թևերի տակ որ դրվել են այդ ձմերուկները։ Բայց եւ հոգեվորականների կողմից եւ տարբեր քաղաքական ուժերի կողմից այսպիսի մի տեսակետ է հնչում, որ իշխող ուժը հասարակությանը բաժանում է 2 կամ 3 մասերի, այսինքն նաեւ նկատի են ունենում, որ առաջիկայում եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումները կարող են դառնալ քաղաքացիական բախումների պատճառ։ Ես կարծում եմ, որ դրանք տարածում են շատ կոնկրետ շրջանակներ, իրականում քաղաքական իշխանությունը երբեք հասարակությանը թևերի բաժանելու մտադրություն կամ նպատակ չպետք է ունենա, մեկ պարզ սկզբունքով, որտեղ դա առաջին հերթին վնասակար է հենց իրենց, որովհետև եթե մենք ուզում ենք ունենալ ուժեղ պետություն, ապա մեր համար խիստ կարևոր է հանրության մեջ այս հանրային համերաշխությունը, միասնականությունը եւ ընդհանուր նպատակները կապված մեր պետության, մեր երկրի առաջընթացի հետ։ Իսկ այն խոսակցությունները, որոնք տարածում են ընդդիմադիրները, բնականաբար հենց իրենք են մեծագույն ցանկությամբ այսպես տոգորված, որպեսզի քաղաքացիական բախումներ լինեն։ Այդ նույնը մենք տեսանք օրեր առաջ Էջմիածնում, երբ 10 եպիսկոպոսներ նախապես հայտարարելով, ես ուզում եմ ասել, որ որևէ ինչ-որ գաղտնի կամ որևէ խորհրդավորություն այստեղ փնտրել պետք չի, նրանք նախապես հայտարարեցին, որ ուզում են մի նամակ փոխանցել Կտրիչ Ներսիսյանին, ասելով, որ ժամանակն է, որ դու գնաս եւ հանգստանաս։ Սրա մեջ կարծում եմ ոչ մի վատ կամ պարսավելի որևէ բան չկա, բայց ինչ տեղի ունեցավ հետո, տեղի ունեցավ այն, որ քաղաքական որոշակի ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներ, որ ենթադրում եմ առանձնապես Էջմիածնում ներկա գտնվելու առիթներ բազմաթիվ են եղել, բայց նրանք ներկա չեն գտնվել, հենց այդ օրը որոշեցին, որ պիտի գնան պատարակի եւ կան տեղեկություններ, այդ թվում նաեւ լրատվության շրջանակներում, որ իրենց հետ բերել էին համապատասխան ձայնագրություններ, ռուպորներ, համապատասխան դինամիկներ, որտեղ լրացուցիչ աղմուկ էին բարձրացնում, որպեսզի սրեն իրավիճակը եւ վերջապես կարողանան ստանալ այն իրենց կողմից ցանկալի տեսարանը, որը կարող էր նաև մատուցել այսպես քաղաքացիական բախումների սոուսի ներքո, բայց ինչպես տեսանք նրանց այս ծրագիրն էլ իրականություն չդարձավ։ Դեպքում իշխանությանը, որ իշխանության այսպես ասած աջակիցներն են եկել հավաքվել եկեղեցու բակում, փորձել են ներխուժել Մայրաթորի տարածք եւ դա վերևից այսպես ասած հրահանգված էր նրանց։ Ամեն process-ին կարելի ասել, որ վերևից հրահանգված էր։ Ես ուզում եմ նաև ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ վարչապետը օրինակ, երբ որ ցանկանում է գնալ որևէ մարզ կամ որևէ գյուղական համայնք պատարակի, նա անպայման դրա մասին հայտարարում է եւ բոլոր այն падգամավորները կամ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ուզում են այդ օրը ուղեկցել վարչապետին կամ ցանկություն ունեն գնալ, գնում են, այդ թվում նաև ես։ Եթե չեմ սխալվում, վարչապետը 4-5 պատարակի է մասնակցել, ես մասնակցել եմ այդ պատարակներից ընդամենը մեկին, որովհետև այդ մի օրն է ինձ հարմար եղել, ուզում եմ ասել, այդ վերևից ստիպողությունը, որի մասին խոսում են, ստիպողաբար տանում են եւ այլն, ըստ երևույթին, եթե դա լիներ տրամաբանական եւ իրականությանը մոտ, առաջին հերթին պետք է մեր վրա տարածվեր։ Բայց ես ուզում եմ ասել, որ այդ օրը օրինակ Էջմիածնի բակում դուք ոչ մի իշխանավորի չէիք տեսնի։ Եթե ինչ-որ մարդիկ էլ գնացել են, ես չգիտեմ ինչու են գնացել, ես այդ մարդկանց չեմ ճանաչում։ Ես այդ մարդկանց մոտիվները Էջմիածին գնալու կամ չգնալու չգիտեմ։ Գուցե նրանք գնացել էին, որ թույլ չտային, որպեսզի բախումներ լինել։ Ես կարծում եմ նաև այս տեսանկյունից պետք է նայել խնդիրներին։ Ամեն դեպքում որևէ բախում տեղի չի ունեցել, որևէ մեկի քթից այրուն չի եկել, որևէ մեկի եղունգը չի կոտրվել, հետեւաբար այն բոլոր վայնասումները, այն բոլոր գոռում-գոչումները, որ իշխանության հրահանգով ինչ որ խմբակներ են եկել, որ հրահրեն բախումներ կամ քաղաքացիական պատերազմի են ցանկանում հասցնել իրավիճակը, ես կարծում եմ
արդեն վերջացած է այս ամենը եւ մենք կարող ենք ասել, որ դրանցից որևէ մեկը իրականությանը չի համապատասխանում եւ պետք չի այսպես մատների արանքով նայել իշխանությանն, որում ցանկացած ժամանակ իշխանության։ Ես ուզում եմ ասել, որ իշխանությունները իրավունք ունեն լեգիտիմ ուժ կիրառելու եւ եթե իշխանությունները իրենց արժեվ դնում են որոշակի նպատակ, ապա ամեն գնով հասնում են այդ նպատակին։ Այս դեպքում իշխանությունները նպատակ ունեն վեհարանը ազատելու որոշ հոգևորականների, որոնք խնդիր ունեն իրենց հանդերձանքի հետ, որոնք խնդիր ունեն Աստծո հետ, որոնք խնդիր ունեն խաչի հետ եւ որոնք խնդիր ունեն հայ առաքելական եկեղեցու հետ։ Մենք այլ նպատակ չենք հետապնդում։ Դուք ասացիք իշխանությունը եթե իր արժև նպատակ է դնում, ապա հասնում է նպատակին։ Այս դեպքում էլ է հասնելու նպատակին։ Այս դեպքում էլ է հասնելու նպատակին, որովհետեւ մենք process ենք սկսել, չափից ավելի շատ տեղեկատվություն ենք տիրապետում թե հանրությունը եւ թե առաջիկայում էլի կլսենք տարբեր հոգեվորականներուն, ենթադրում եմ, ես չունեմ փաստեր, զուտ հաշվի առնելով այն ձնագնդու էֆեկտը, որի շրջանակներում մենք այլևս շատ ինֆորմացիաների ենք տիրապետում, դրան գումարվեց օրինակ այդ գործակալների վերաբերյալ ինչ որ տեղեկություններ եւ եթե սրան գումարում ենք նաեւ օրինակ Կտրիչ Ներսիսյանի 2021 թվականի մարտին արած հայտարարությունը, որոնք անժամկետ պահանջում են վարչապետի հրաժարականը, այսինքն կապ չունի ընտրությունները եղել են լեգիտիմ թե ոչ, կապ չունի իշխանությունները ինչ աստիճանի լավ կամ վատ են ծառայում ժողովրդին կամ ինչ ռեֆորմներ կամ ինչ ծրագրեր են իրենց հետ բերում կամ ընդհանուր առմամբ խաղաղության համար ինչ ջանքեր են ներդնում, ինքը անժամկետ ցանկանում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հրաժարականը։ Ես այստեղ ուզում եմ ասել, քանի որ շատ հաճախ ասում են նաև, որ նրանք էլ Հայաստանի հոգեվորականները նույնպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են եւ իրավունք ունեն իրենց քաղաքական դիրքորոշումը կամ տեսակետը արտահայտելու, ես ուզում եմ ասեմ լիովին համաձայն եմ, բայց դրա համար գոյություն են ընտրություններ, երբ կոնկրետ հոգեվորականները մասնակցում են ընտրություններին եւ իրենց քաղաքական դիրքորոշման, իրենց քաղաքական համակրանքի շրջանակներում ընտրում են կամ չեն ընտրում ինչ որ անձանց, բայց այս դեպքում, երբ եկեղեցին ուղիղ խառնվում է քաղաքականությանը եւ որոշ հոգեվորականներ իրենց թույլ են տալի քաղաքական հայտարարություններ անել, ապա նրանց դեպքում իշխանությունները ունեն ընդամենը մեկ առաջարկ. փոխեք ձեր հոգեվոր հանդերձանքը, հագեք աշխարհին բնորոշ հանդերձանք, բացեք ձեր սեփական կուսակցությունը կամ մտեք արդեն իսկ ձեր ֆիլիալ հանդիսացող կուսակցությունները, զբաղվեք քաղաքականությամբ, որևէ մեկը ձեզ չի արգելում դա։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ իմ հյուրը Հայաստանի ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն էր։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։